Բայց միացած եմ, հա։ Բարի օր ժողովուրդ, այսօր մենք Աբովյանի դատարանում ենք, որտեղ որ այն շանը, որ կապել էր այդ երկոտանին քաշ էր տալիս իր ավտոմեքենայից, այդ դատավարության շարունակությունն է, ես երբևէ չի եղել, որ դատաքննության կեսից դուրս գամ, ուղղակի ես հասկացա, որ եթե 2 րոպե էլ ավել մնամ, ինձ ինչ-որ մի դեղամիջոց է պետք, կամ զգում չգիտեմ այս մարդը ինչ է օգտագործում, ես իրականում խոնարհվում եմ դատավորի ու դատախազի համբերության առջև, որտեղ անհնարին է լսել, այս չգիտեմ դաժե խոսքա ինչ է, հիմա նայեք ինչի մասին է խոսքը։ Նախ շատ ճիշտ կլիներ, որ երևի թե փորձաքննություն անցկացնեն այս մարդու մեղսունակության վերաբերյալ, իրականում եմ ասում, որովհետև վերջինիս խոսալը անհասկանալի է դառնում, այսինքն ինչ որ անմեղսունակ բաներ է ինքը ասում։ Ամբողջ դատավարության 15-20 րոպեն փորձում էր ինքը ապացուցել, որ այդ շունը Իրանն է, որ այդ շան վրա սպիտակ տեղ չկա, ինչ որ մեկ ասում է կերակրում եմ, սա նույնիսկ չի հասկանում, որ կապ չունի շունը Պողոսինն է, Պետրոսին, այսինքն եթե շունը Իրանն է, ինքը պիտի տենց շանը քաշտա փրկելու համար, հետո սկսեց բացատրել, որ իր շունը Իրանն է շունը, բայց շատ թանկարժեք շուն է, սրա վրա թանկարժեք կամ սրա գույքից մենակ երևի իր ճկուտի եղունգն է, որ մակրատի դանակի բոլոր գործողությունների համար դա է օգտագործում, այսինքն իրականում չի կարելի այսքան հարկատուների ժամանակն էլ ծախսելու միջոցները սրան լսելու, պետք էր մի հատ հասկանալ, այս մարդը մեղսունակ է թե չէ, մեկ ասում էր ես իրավաբան եմ, դատավորը ասում է դուք դատված եղել եք, թե չէ, ասում է այդ որն է դատված ելնելը, այսինքն չեմ ուզում ես սրա անմեղսունակ բաներով ձեր գլուխը ցավացնեմ, վերջում սկսեց խոսալ, որ մատիվ, մոտիվ էլի, մատիվը պիտի պատմի, տենց այդ մատիվը են, որ մի հատ դատավոր կա էլի, որ ժամանակին անիկդոտ կար ասում էր չուրին լվա, իմ այս այդ մատիվը տենց է չհասկացանք, այդ մատիվն ով էր, ինչի համար, վերջում ասեց, որ այդ շանը արու է, ինքը կապել է, որ փրկի, որտև այդ շունը աղբանոցում ցանկություններ ուներ էքշների հետ, հիմա կարող է սա էլ էս խոսացողն էքշների կամ էքերի հետ ցանկություններ ունի, հիմա մենք մնացած էքերին փրկելու համար կարող է սրանը որպես արու կապենք ավտոից, ասենք մի 5 րոպե քաշտանք, բրծնի, կամ այսինքն ես չեմ հասկանում, ասում է իրան ուրիշ շներ ուզում են, չգիտեմ ինչ է, լիքը մարդ է իրան է ուզում այս խոսացողին, հիմա այսինքն եթե լիքը մարդ ուզում է, կամ եթե շունը Իրանն է, այդ շունը անձնագիր ունեցել է թե չէ, կամ դա ընդհանրապես որևէ բան փոխում է թե չէ, կամ ամենակարևորը վերջում քննիչին մեղադրեց, որ քննիչը իրան ստիպել է ցուցմունք փոխել, այդ խնդրում եմ դատախազությունը դրանով զբաղվի, վերջում ինձ մեղադրեց, ասելով, որ ես եւ իմ խումբը իրան սպառնում ենք, ստեղ էլ խնդիր կա, ես 2 դատական նիստ չեմ եկել, փաստորեն այն որ գիտեք, ասում են, որ այդքան դիմացել ես յոլա ես գնացել, էլի յոլա գնա, այդ 2 դատական նիստը չի հիշել ես, Արուն, Արցախ կռված Արուն, վախենում է ինձանից, էլի, տենանք Արցախ որտե՞ղ է կռվես արծիվը, այդ հասկանանք, ասեք լրիվ բան ունես գնա ոստիկանություն, հաղորդում տուր, ասում Մարինա Պողոսյանին սպառնում է, դրա համար ես չեմ աշխատում, ես սոցիալ նախարարության հետ вообще կապ չունեմ, ու եթե չի աշխատում այդ թանգանոց կերերը որտեղից առնում, այսինքն սա ես ուղղակի ուզում եմ ձեզ ներկայացնեմ, ժողովուրդ ինչ եմ դուրս եկել, որովհետև եթե 5 րոպե մնայի, հաստատ ինչ որ պետք է դեղամիջոցներ, թմրանյութեր բան օգտագործեի, որ հասկանայի այս մատիվը ինչ է խոսում։ Ու էլի եմ ասում, սա բոլորին մեղադրեց, քննիչին մեղադրեց, ինձ մեղադրեց ինձ 2 բանում, որ նախ ինքը չի աշխատում իմ պատճառով, որտեվ ես իրան սպառնում եմ։ Երկրորդն էլ մեղադրեց, որ ես իրան ուժ եմ գործադրել, ինչ եմ արել, լավ եմ արել, ինչ արել եմ լավ եմ արել, ինչ արել պակաս եմ արել, սրանան պետք էր ավտոից վերցնել, կապել, քանի որ ըստ իրա ավտոից կապել 5 րոպե քաշտալը այդ փրկամիջոցը, հիմա այսքան կենթանասեր կա, դրանք էլ են ուզում իրան գզեն, ոնց որ իբր թե այն շանը, այն մնացած բաները, բայց հիմա այս կենթանասերներից փրկելու համար ես առաջարկում եմ որպես
հումանիստ, որպես մարդասեր, որ իրան կապի մի մավտոյից մի 5 րոպեում կհասցնեն Բյուրեղավան։ Այսինքն լրիվ անմեղսունակ, իրականում եմ ասում, խոսքեր ա հնչեցվել եւ կարծում եմ, որ սա անիմաստ ժամանակի կորուստ է, որտեղ սրան պետքա տանել իրականում փորձաքննություն նշանակել, որ պատկերացնեք ինչեր ա խոսում, որ ասենք ես նման բան մենակ տեսել եմ նարկոցենտրներում ռեաբիլիտացիոնի, հետո տեսել եմ աղի հանքում, որ մարդիկ մեկ ասում է ինքը Շեքսպիրն է, սա ես իմ ինչ-որ մատիվն է ինքը, թե ես իմ ով է, ասենք ինչ ասում է գնանք փորձաքննություն նշանակենք, տեսնենք ով կկարենա կերակրի շանը, ով չի կարենա, անիմաստ բաներ, եւ իրականում պետքա նախաքննության մարմինը ոչ թե ստուգեր շուն Իրանն է թե Իրան չի, մի հատ է դատավորին մեղադրեց, ասեք դուք ինքնուզած մեղադրում եք սպիտակ շուն քաշնալու մեջ, այս մարդը հնարավոր է ինչ որ գալուցինագեն բաներ է օգտագործում կամ գլուկեր ունի, կամ իմ վախից կարող է Արունը ջուրադառետ չի հիշում եղածը, բայց շատ լավ է, если меня боится, значит меня уважает։ Այսքանը իրականում դուրս եմ եկել, որտեվ ավել սրան լսելու չկա, էլի, ժամանակս գնահատում եմ, բոլորին ցանկանում եմ լավ օր, ում հետ որ չենք հանդիպել եթերներում, բոլորին ուզում եմ շնորհավորեմ նոր տարի Սուրբ Ծնունդ եւ իրական թող Աստված մեզ հեռու պահի նման երկոտանիներից ու իրականում, բայց որպես մարդու իրանքների պաշտպան, ես կուզենայի այս մարդուն տեղափոխեին հիվանդանոց եւ հասկանան արդյոք ինքը ադեկվատ է ընդհանրապես թե չէ, լուրջ էլի, այստեղ ծիծաղում ենք, բայց այստեղ ադեկվատության լուրջ խնդիր կա, լավ մնացեք։